Հարգելիներս նորեն այսօր ուրախ եմ, որ միացել եմ ձեզի եւ գողջ ունեմ ձեզի։ Մենք պիտի անդրադառնանք նորեն այս անգամ շատ կարևոր թեմայի շուրջ, ասենք թե կապված ընդհանուր Արմենիան Հայաստանի ռազմավարությունը եւ մասնավորապես այսօրվան քաղաքական վիճակը։ Անշուշտ, եթե գնայինք մեր վերնակիրը ինչ է գրված։ Անբադվություն թե Արցախ, որոշեցի Արցախ։ Ինչ կնշանակե անբադվություն թե Արցախ, որոշեցի Արցախ։ Եվ ինչ կնշանակե Արցախ։ Մենք Եվ գխոսինք Արցախի մասին, մենք ինչի մասին գխոսինք։ Կրնա պատահել, որ երբ գխոսինք Արցախի մասին, մենք գխոսինք մեր անվտանգության մասին, կրնա պատահել, որ երբ գխոսինք Արցախի մասին, մենք գխոսինք Արմենիան Հայաստանի մասին, այդ ամեն ինչը պետք է մեր մոտ ավելի ըստագասնենք, որովհետեւ ճիշտ հասկանանք մենք Երբ Արցախի մասին գխոսենք մենք, ինչի մասին գխոսենք։ Այդ իմաստով ես ուզեի, որ անդրադառնանք այդ մասնավոր գետը կապված անշուշտ մեր ընդհանուր վիճակը։ Արցախի պատմությունը մենք կրնանք ասել, որ բավական ասենք թե ագարակ կետեր կան կապված միջազգային իրավունքներուն հետ եւ կապված ընդհանուր շրջանի քաղաքականությամբ։ Բոլորս գիտենք, ասենք թե բոլորս մեծ մասը մեր մեջ գիտենք, որ Արցախը հայկական հող է, մենք ունենք հոր պատմություն Արցախում, նույնիսկ մեր գենետիկորեն ըստագասվեցավ այս 10 վերջին տարիները, որ մեր Արցախի ժողովուրդը նույն գենետիկը ունի, ինչպես ունեցել են 10,000 տարի առաջ կամ 9,000 տարի առաջ Արցախի հայությունը։ Ասենք թե մենք այդպես կրնանք ասել, որ շարունակականություն մգա պատմական իմաստով Արցախի հայությունը անցյալը եւ այսօրվա։ Ինչ պատահեցավ 2023-ը։ Շատ մեծ որբեգությունը, շատ մեծ անցագործությունը, որովհետեւ մեր 10,000 տարվա մեջ առաջին անգամն է, որ ամբողջ Արցախի հայությունը դեղահանվեցավ, ցեղասպանվեցավ Արցախից եւ սա արդեն հաշվի առնեք, որ մենք կգտնվենք 21 տարի մեջ եւ մենք ունենք քաղաքականություն, մենք ունենք միջազգային իրավունքները, մենք աշխարհի մասին է խոսքը եւ այդպես նորեն այդ մակարդակի անցագործությունը ինգավ մեր ազգի վրա։ Արցախը ըստակ է, որ պատմաբանորեն հայկական է եւ անոնք, որ այսօր կտարածեն, օրինակ ինչ կա հայկական Արցախում, կնշանակե, որ կամ դերյակ չեն, կամ կխապեն։ Ասենք թե դերեկացնելու համար ինչ կա Արցախում շատ էշտ է, որովհետև միշտ եղել է եւ փաստերը կան, ամեն ինչ կա։ Եթե հիմա այդ քաղաքական ուժերը կասկածի տակ գտնեն, որ Արցախը հայկական է, կնշանակի, որ անոնք կաշխատին մեկ ծրագրի վրա։ Այդ ծրագիրը, որ արդեն
100 տարի ի վեր, 100 տարի մենք ապրեցինք Արցախում 10,000 տարի նվազագույն, բայց 100 տարի ի վեր այդ ծրագիրը ինգավ մեր գլխի վրա եւ գերեվա որ այդ ծրագիրը ցեղասպանության ծրագիր մնա, ասենք թե շատ էշտ է ցեղասպանել դեխանել մեր ազգի մեկ մասը, հետո ասել, բայց իրենց դարածքը, այս դարածքը իրենցը չէ, արդեն ուրիշինն է։ Ադիմաստով պետք է իշեցնեմ ձեզի, որ Արցախի 9-րդ կոնգրեսը 1920-ի փետրվարին որոշեցին, որ եթե ամիջապես չեն գտնար միանալ Հայաստան, Միացյալ Հայաստանի Հանրապետության, եթե չեն գտնար, անոնք որոշեցին իրենց ինքնավորությունը եւ սա իրենց իրավունքն է, ասած է մեր Արցախի հայության իրավունքն է, այդպես որոշումը ներկայացնել, որովհետեւ անոնք են, որ ազարամյա տարիների վեր գաբրին իրենց դարաշքի վրա, ինչպես որ Արմենիան Հայաստանի հայությունը 10,000 տարիների վեր ապրել է եւ կշարունակի այսօր ապրել Արմենիան Հայաստանի տարածքում։ Անշուշտ նույնիսկ Սևրի դաշնագրի ժամանակը Արցախը ոչ վերջացած կարգավիճակը ուներ, որովհետև օդված 92-ը Սևրի դաշնագրի մեջ նշված էր, որ Արցախի վերջնական սահմանը, ասենք թե Հայաստանի Հանրապետություն, իսկական Հայաստանը, այդ Հայաստանը, որ բոլոր ճանաչումները ստացել է այն ժամանակ, օդված 92-ը կնշե, որ պետք է պայմանավորվի այդ սահմանը Ադրբեջանի հետ։ Այստեղ կարևոր կետ մնե, որովհետև ինչ գերեվա, որ երկու պետությունները ճանաչված են, Հայաստանի Հանրապետություն, Միացյալ Հայաստանի մասին է խոսքը, եւ Ադրբեջանը, հասկացանք սա, եւ այդ երկու պետությունները կամ անոնք պիտի իրենց մեջ որոշեն սահմանազատում եւ սահմանի կարգավորման, կամ պիտի ասենք թե բարձրության խորհուրդը որոշումը ներկայացնե եւ կխոսենք բարձրության խորհրդի մասին, մենք կխոսենք այստեղ Մինսկի գրուպը իրականության։ Սովետը երբ սովետական ուժերը մտան Արցախը եւ որոշեցին միավորել Արցախը Ադրբեջանին, անոնք սա քաղաքական որոշում է, ոչ մեկ անգամ այստեղ միջազգային դաշնակիր կամ պայմանագիր չի գա, նույնիսկ երբեք Արցախի հայության չդիմեցին Արցախի հայության, որ իմանան Արցախի հայության դիրքորոշումը եւ ստիպեցին Արցախի հայությունը, որպեսզի ընդունի, որ ժամանակավորապես ասենք թե ինքնավար վիճակը ունենան Ադրբեջանի մեջ։ Բայց այս որոշումը նորեն դեսեմ ցեզի քաղաքական պետք է դարբերվեք այստեղ քաղաքական որոշումները եւ իրավանական վճիրները դարբեր մեխանիզմներն են քաղաքական որոշումները անոնք են ասենք թե երբ հայտարարությունը գնեն երբ ասենք թե այդպես համացայնությունը կներկայացնեն, բայց դատական կամ միջազգային իրավունքներու իման վրա
մեխանիզմը լրիվ ուրիշ է եւ վճիրներն են կամ պայմանակիրներն են կամ ասենք դեսևրի տաշնագրի պես ավելի լայն պայմանակիր մնե, որովհետև Սևրի տաշնագիրը մի քանի բեդություններն են, որ իրենց ցայնը ներկայացնեցին։ Ադիմաստով անօրինական ցեղով անցել են Արցախը, Ադրբեջանի, ինչպես որ Նախիջևանը եւ ինչպես Արմենիան, Հայաստանը կիմալիստական Թուրքիայի համար։ Եվ առանց հարգելով մարդու ժողովուրդներու ինքնավորոշման իրավունքը։ Բայց խնդիրը այստեղ չի կայնեցավ, խնդիրը է, որ ջարդերը եւ փոգրոմները շարունակվեցին 1990-ից ժամանակները Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ եթե ապրիլի 10-ի 92-ի մասին է խոսքը Մարաղայի ջարդերը, որ մանավանդ որ մենք ներկա էինք եւ դեսանք մեր աչքերով այդ բարբարոս քաղաքական ուժերը ինչ կրնաննել մեր քաղաքացի վրա այստեղ կասկրակ նույնիսկ եթե մենք խնդիր չունենք իրականության թուրք ժողովուրդներուն հետ կամ ազերի ժողովուրդ կամ թաթար ժողովուրդներուն հետ օրինակ կրնամ ասեմ ձեզի որ Կրիմիայի թաթարները մեկ ցայնով ճանաչեցին մեր ցեղասպանությունը եւ ունիմ ես կրությունները եւ ստորագրությունները մագի ժողովի միջոցով օրինակ որպես օրինակ մենք խնդիր ունենք այստեղ ինչ մեկ հատ քաղաքական ուժը որ ծրագիր ունի 100 տարվա ծրագիր ունի եւ հիմա կշարունակի այդ ծրագիրը մինչեւ վերջ մեզի ոչնչացնելու մեզի դեղահանելու մեր արմատները կտրելու մեր պատմությունը շողվելու փոխելու ասենք թե այդպես ծրագիրներ ունի մինչեւ ցեղասպանություն եւ եթե գարնան մեզի ցեղասպանել անպայման մեզի ցեղասպանելը այդքան էս չի ադալ պետք է հաշվի առնեք որովհետեւ մանավանդ պետք է սկիզբեն իրեն ճշտողականության մասին մտածել եւ երկրորդ պետք է համապատասխան վիճակը մթնոլորտը ստեղծվի եւ նույն ժամանակ համապատասխան հնարավորություններ ունենալ մեզի ցեղասպանելու համար Ադիմաստով ինչ կփորձեն անել հիմա այդ ուժերը կփորձեն խոչընդոտել մեր աշխատանքը բայց սա որևէ չափով հասկանալի է եւ կփորձեն նա խանգարել դարբեր ցեվով եւ մենք ալ կտեսնանք արդեն քանի տարի կանամ ասեմ 1.5 տարի վեր է որ նույնիսկ Երևանում քաղաքական ուժերը գասկածի տակ գտնեն Արմենիան Հայաստանի իրավունքները մինչև Արցախ եւ ամեն ինչ կնեն ուզեմ ասեմ այդպես չէ որ շատ ջանք կտապեն շատ միջոցները կտրամադրեն տարբեր ցևով կաշխատին որովհետեւ գամ վերցնեն տալանեն մեր իրավունքները կամ այդ նույն իրավունքները այդպես ընեն որ կարողանան փակել լրիվ փակել Ադիմաստով մենք կշարունակենք այս դիմադրությունը որբեսի անոնք անշուշտ ադանավորություն չունենան կամ մենք ալ այդպես ընենք որբեսի առաջ գնանք եւ մեր ծրագիրները իրականացնենք մեզի խանգարելը մեր աշխատանքը խանգարելը պետք է հասկանանք այստեղ որ որևէ չափով
մեր կողմեն ընդունված է ովևէ չափով, ասենք թե կմտնեն մեր ռազմավարությունը մեջ, որ խանգարողներ լինեն, խնչոտներ լինեն, որպեսզի ժամանակ գործվենք կամ ուժ գործվենք, որպեսզի մեր նպատակը չիրականացնենք։ Բայց սա այդ տեսակ գործողություններ անթեպ ովևէ չափով կմտնե մեր աշխարհի մեջ, կմտնե մեր ռազմավարության մեջ։ Adoramos մենք երբ մենք հաշվի կառնենք ինչ որ կարող է պատահել մեր անթև, ինչ վնասները մյուսները կգնան բերեն մեզի եւ այլն, մեր երբ հաշվի կառնենք կնշանակի, որ մենք կգնանք ամիջապես ովևէ չափով պատասխանները ներկայացնենք եւ պատասխանները եւ այդպես ընենք նույնիսկ ովևէ չափով չեզոքացնելու իրենց գործողությունները մեր անտեպ։ Այդ բայկարը, այդ գրիվը մենք խնդիր չունենք դանելու, որովհետև շատ լավ հասկացանք այս աշխարհը ինչպես է, շատ լավ հասկացանք, որ այդ դիմադրությունը պետք է մենք ունենանք եւ շատ լավ հասկացանք, որ մեր նպատակ հասնելու մեկ օրվան աշխատանքը չէ, բայց որ մենք սկսել ենք արդեն բդուղման է, արդեն արդյունքման է։ Դուք լավ գիտեք, որ նույն ժամանակ այդ ուժերը եւ կտեսնանք ինչքան բավական մեծ թիվ կա այդ ուժերը կողմեն ոչինչ գործեն հիմա ոչնչացնել մեր ժառանգություն, մեր օքեվոր ժառանգություն։ Սկսենք Արմենիան, Հայաստանի վանքերը, եկեղեցիները եւ բոլոր մեր շենքերը եւ գույքերը, որ մենք ունեցել ենք եւ մենք ունենք մինչեւ հիմա, շարունակենք ջուխայի գերեզմանով մինչեւ այսօրվա մեր Արցախի ուշարձանները կամ գերեզմաները կամ պատկերացնեք ինչ պատրաստ են ընել մեզի այդ երկրագնդից մեզի ոչնչացնելու։ Մենք ունենք փաստեր, մենք ունենք տարբեր վկայություններ եւ ինչ դատականը աշխատանքները որ կտանենք, ժամանակավորապես դատական աշխատանքները որ կտանենք, այդ իմաստը ունին մեր իրավունքները պաշտպանելու համար աշխարհի դիմաց։ Բայց միջազգային իրավունքները ունի ինքնալ ունի իրական գասկած դեղերը, ինքնալ ունի անվստահելի վիճակը այսօր մանավանդ եւ հայության հետ կապված կրնանք ավելացնել։ Ամեն ինչ կնենք, որպեսի հարգենք միջազգային իրավունքները, ցույց տանք ինչի համար, ինչպես եւ ինչու մենք զոհ ենք եւ ազողությունը ինչ հիմնավորենք ազողությունը եւ այլն, բայց կերևա որ միջազգային իրավունքները այսօր չեն աշխատել ընդանրապես հայության համար, մասնավորապես այսօր Արցախի հայության համար։ Երբ գսենք չեն աշխատել, գերեվա արդյունքները, մանավանդ բոլոր դատական դիմումները, որ խրգեցինք եւ այլն, ամեն ինչ գերեվա, շուտով պիտի երևա, բայց մենք ինչ հասկացանք։ Հասկացանք, որ բացի ինչ որ մեր կողմեն, ինչ որ կբողոքենք, ինչ որ կփորձենք պաշտպանել եւ այլն, գա ուրիշ գործողություն, ասենք թե հայրենիք ցեղասպանություն հայրենիքի դեմ, ասենք թե ցեղասպանել հայությունը
եւ վերցնել հայության տարածքները, հայության հնարավորությունները, հայության բաշարները, վերցնել ինչ որ հայերը հազարամյա տարիների վեր ստեղծեցին, ոտքի տերին ստեղծեցին եւ վերցնել եւ ինչ կտեսնանք, որ այդ անցակորձ բեդությունները, որ կշարունակեն ածրակիրը, անոնք խնդիր չունին այդ դեսակ անցակործությունները շարունակելու եւ նույնիսկ կրնանք ասել, որ երաշխիքներ ունին։ Գիտեք ինչ կա, երբ կխոսենք երաշխիքներու մասին, շատ անգամ կլսեմ, բայց ով կա մեր մոտ, ով կա մեր տիկունքը, երաշխիք չունին կամ երաշխիք պետք է։ Նայեցեք հարգելիներս, եթե մենք երաշխիք կփնտրեինք իրականության, մենք չէինք սկսել Արցախի ազատագրումը։ Որովհետև մեր Արցախի ազատագրումը աշխատանքը, առաքելությունը մենք ըրինք առանց երաշխիք ունենալու։ Ասենք չփնտրեցինք մասնավորապես երաշխիք ունենալ Արցախի հայությունը անժամանակ առաջին պատերազմի մասին է խոսքը, Արցախի հայությունը բերելու համար։ Մենք առանց երաշխիք այդ աշխատանքը կատարեցինք։ Մենք այդպես կզգայինք։ Հիմա Արցախի հայության ինքնավորոշման իրավունքը միջազգայինորեն չի ճանաչվեցավ։ Ասենք թե ճանաչվեցավ, բայց ճանաչվեցավ, որովհետև կճանաչվի բնիկ ժողովուրդներու ինքնավորոշման իրավունքը, բայց չի ապահովեցավ միջազգային ուժերու կողմեն կամ ամանքի կողմեն։ Մյուս կողմեն դուք ալ գիտեք, որ շարունակեցին սպանությունները, պատերազմի վիճակը, չհարգեցին Արցախի հայության բնիկությունը, չհարգեցին միջազգային համայնքը, չհարգեց մեր բնիկությունը եւ չհարգեցին, որ Արցախի հայությունը միշտ հրաժարվել է, որ Բաքվի ղեկավարը իրենց, միշտ հրաժարվել է, մինչև վերջին օրերը հրաժարվել է, մի բադայցավ քաղաքականորեն սխալ կամ նորեն այդ որոշումները, որ ներկայացնեց անժամանակ Արցախի այդպես իշխանությունը, պայմանավորված որոշումներ էին նույնիսկ այդ ցեղասպան ծրագիրի այդ ցեղասպան ծրագիրը, որ շարունակվեցավ մինչև որ լրիվ ցեղասպանեն Արցախի հայությունը, դեղահանեն եւ ցեղասպանեն։ Ագարակ ցևով նույնիսկ ասենք թե ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի որոշումները երբեք դեմ դուրս չեկավ այդ որոշումները Արցախի հայության ինքնավորոշման իրավունքի։ Մինակ դատապարտեցին, ասենք թե մեր զինված ուժերը, որ ներկա էին մեր ժողովուրդը պաշտպանելու համար։ Բայց դուրս եկավ, որ թարգմանեցին, որ ուրիշ ձևով թարգմանեցին այդ 4 անվտանգության խորհրդի 4 որոշումները, որ արդեն Արցախը գմտնե Ադրբեջանի ամբողջականության մեջ, բայց երբեք այդպես մեր կողմեն աշվի առնելով որ Արցախը մերն է, մենք այդպես որոշում երբեք չի ներկայացնեցինք։
Ադորամար մեր փոխարինով ասկացան այն ժամանակ, որ Արցախի հայությունը չի ընդունի այդ կարգավիճակը, որ գարաչարգեն մեզի եւ փոխարինով մեզի փոխարինով մեր Արցախի ժողովրդի որոշումը եւ ինքնավորոշումը ըստեյցին արհեստական մի տեսակ քաղաքական ուժը, որ գնաց եւ 2022-ի օկտեմբերի 6-ին որոշեց անձնել Արցախը Ադրբեջանի, բայց այդ որոշումը ինքը չունի, այդ որոշումը իրավանական տեսանկյունեն ուժնալ, ասենք թե իրավանական տեսանկյունեն ուժը չունի, այդ որոշումը ինչպես որ կտեսնակ նկարները 3-4 հոգի նստած սուրճը խմելով բամը որոշեցին առանց մեզի, առանց մեր փոխարինով մեր անուն որոշեցին մեր դարաշները, մեր հայրենիքը, մեր պետության ամբողջականություն մեկ մասը, ամբողջականությունից մեկ մասը անձնել ուրիշ պետությունի։ Մենք պիտի նստենք, մենք միասին պիտի նստենք եւ սուրճ խմելու ժամանակ պիտի որոշենք, որ Ֆրանսիայի գեսը անձնենք, չեմ գիտեր, ալբանացիներուն կամ ուրիշներուն, ինչու՞ չէ, կամ անձնենք սելտերուն, օրինակ, բնիկ ժողովուրդներուն, մենք որոշենք, չէ, մենք նստենք որոշենք, մենք նստենք եւ նոր կարտեզներ ստեղծենք, ինչու Գրան Բրիտանիան չի դանք Իռլանդայի օրինակ, ինչու գնամ ասեմ Լիբանան չի փոխանցենք, չեմ գիտեր ուրիշին, մենք նստենք եւ այդպես ինչու Չինաստանը չի գտրենք 4 մասով, մենք նստենք եւ որոշենք այդպես, կամ Ռուսաստանը լրիվ 10 մասով կտրենք եւ փոխանցենք բոլորին։ Այս ուժերը, որ այդպես նստած սուրճ խմելու ժամանակ կորոշեն ինչպես պիտի կոտորեն մեզի, ինչպես պիտի բաժնվեն մեզի, ինչպես պիտի դեղահանեն մեզի, այդ ուժերը լեգիտիմություն չունին, հարգելիներս, լեգիտիմություն չունին մեր դեղը այդպես որոշումները ներկայացնելու։ Սա միջազգային իրավունքներու հետ ոչ մի կապ չունի, քաղաքական որոշումներն են նստած աշխարհը կբաժնվեն։ Եվ եթե կմտածեք, որ այդ աշխարհի բաժանմունքը, ասենք մեր հայկական աշխարհի բաժանմունքը գայնած է, կսխալվեք, կշարունակվի, զեզի ըսի գավադակ չգավադակ, սա ուրիշ խնդիր է, զեզի ցեղասպանության ծրագիր կա մեր անտեր, այդ ցեղասպանությունը չի կայնեցավ 1923-ի, ցեղասպանությունը շարունակվեցավ մինչև 2023-ի եւ չի կայնելու 2023-ի, երաշխիք չենք ունենալու, մենք ենք մեր երաշխիքը, ինչպես որ մենք ենք, որ գազմագերբեցինք մեր զինված ուժերը, դասավանդեցինք եւ ստեղծեցինք մեր զինված ուժերը, մեր բանակը եւ ապահովեցինք մեր անվտանգությունը, եթե իսկապես կմտածեք, որ ուրիշները մեզ ավելի լավ կնան անել մեզի համար,
գրնամ հասկանամ ձեր միամտությունը, բայց չի օգնելու, այդ միամտությունը չի օգնելու մեր պետականությունը։ Երբեք չի դիմեցին իրականության մեր Արցախի հայության, ասելով լավ գլա, որ կամ պիտի մնաք, կամ պիտի երթաք։ Այդպես երբեք Արցախի հայություն այդպես որոշում չի ներկայացնեց։ Անոնք, որ Արցախի ժողովրդի դեղը որոշեցին, նորեն գսեմ ձեզի, միջազգայինորեն կամ նույնիսկ բնական իրավունքներուն մեջ երբեք չի նշված այդպես բան, որ առանց քեզի քո որոշումը կարամ կուդունդ, կուդարածքդ, կու շրջանդ վերցնենք եւ ուրիշին փոխանցենք, այդպես բան չի գա։ Բայց միջազգային իրավունքների համապատասխան գիտեմ, որ մեր հայրենագիցները շատ կսիրեն, որ հարգենք միջազգային իրավունքները, պետք է հասկանանք, ուզած չուզած, որ հայը բնիկ է, այդ ամբողջ տարածքը իրենն է, շուտվանից իրենն է այդ տարածքը, ասենք Կիլիկիայից մինչև Արցախ եւ այլն, մենք բնիկ ենք այստեղ եւ մենք միշտ ապրեցինք այստեղ։ Այն ժամանակ ոչ թուրքերը գային, ոչ թաթարները գային, ոչ մենք էինք այստեղ, մեր դունն է։ Եվ միջազգայինորեն ճանաչված է, ասենք մագի կանոնարության միջոցով, տարբեր համաձայնագիրները եւ նույնիսկ ասենք բնիկ ժողովուրդների մագի բնիկ ժողովուրդներու իրավունքների հռչակագիրը կամ ասենք ինքնավորոշման իրավունքները գհաստատեն ինչ որ հիմա ցեզի ներկայացնեցի, ինչ որ հիմա սա հաստատված է, ասենք երբ ինչու մենք կպաշտպանենք Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները, որովհետև մենք երկու կարգավիճակ ունենք, եւ մենք բնիկ ենք, եւ մեր բերությունը ճանաչումը ստացավ, անշուշտ կհասկանամ, որ չեք ուզում, կան քաղաքական ուժերը, որ չեն ուզում, որ լինի, չեն ուզում ամեն եւ Արցախի համար, եւ Արևմտյան Հայաստանի հայության համար, եւ ամբողջ հայության համար ամեն ինչ կնեն, որովհետեւ չի լինի, պիտի ինչ եկյատները կպատմեք, ինչ ուտոպիայի վրա գաբրեք եւ այլն, մենք ունենք իրավունքներ, ինչու մենք այդ իրավունքները չպաշտպանենք։ Ասենք անոնք, որ այդպես կխոսին, թող կան, թող ասեն, հայը բնիկ չէ, օրինակ, թող ապացուցեն, մենք կրնանք ապացուցել, որ հայը բնիկ է, եւ ինչպես ալ բնիկ է, եւ գենետիկորեն կրնանք ապացուցել, մեր հայրունի միջոցով այսօր, մենք կրնանք ապացուցել մեր բնիկությունը, անոնք, որ կասկածի տակ կտնեն մեր պատմությունը, մեր ինքնությունը եւ մեր բնիկությունը, ինչ իման վրա կրնան կասկածի տակ տնեն։ Կամ թող թաթ բանան, օրինակ իմ դեմս, թող թաթ բանան, ասելով գխապեք, բոլորին գխապեք, դատարանում պիտի պատասխան տաք։ Ես կսպասեմ այդ գործողությունը։ 20 տարի է, որ 21 տարի է, որ վերակենդանացեցինք Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը եւ համագարկը ընդհանրապես։ Անոնք, որ այդպես ակլորիպես կերկեն Facebook-ներու միջոցով կամ գովազդներու միջոցով, թող թաթ բանան Արևմտյան Հայաստանի դեմ։ Մենք կսպասենք այդ ժամանակը։ Անոնք, որ կասկածի տակ կտնեն մեր համագարկը, մեր ժողովրդավարությունը, որովհետև մեր համագարկի ամեն մեկը ընտրված են։ Թող երթանք դատարան եւ թող ապացուցեն, որ մենք
Ատկան 20 տարի ավելի վեր մենք խապեցինք, բայց չեն անելու։ Ինչու չեն անելու։ Ասենք թե Ադրբեջանը հրավ չէ, Ադրբեջանը գոդորեց և դեղանեց մեր Արցախի հայությունը։ Հիմա պետք է պատասխան տա, չէ, Ադրբեջանը դատարանի մեջ։ Պիտի բացատրե, չէ, ինչու համար ցեղասպանեցին մեզի, ինչու համար դեղանեցին մեզի, ինչու համար ոչնչացնեցին մեր հոգևոր եւ ոչ հոգևոր ժառանգությունը։ Պիտի բացատրեն, չէ, դատավորին։ Պիտի այդ գործողությունը պիտի պաշտպանեն, չէ, իրենց անձակորձությունը։ Մենք այդ կուզենք։ Մենք հնարավորություն ենք տալիս Ադրբեջանի, որ ինքը այդպես պաշտպանի իրեն։ Տեսնենք, եթե մարդուն իրավունքները կաշխատին, կամ մարդուն իրավունքները միջազգայինորեն չեն աշխատի իրապես։ Մենք ժամանակն է, չէ, որ մենք ճիշտ հասկանանք, ինչ կկատարվի մեր անտեպ։ Եթե դուք կարողացաք հասկանալ, բացատրեք ինձի, ինչու տարբեր կողմերից մեկ հատ ծրագիր կա ցեղասպանել հայությունը։ Թուրքիո կողմեն, Ադրբեջանի կողմեն, մեկը մյուսի կողմեն, ինչ ունին մեր անտեպ։ Ադիմաստով եթե կա միջազգային իրավունքներ, եթե կա մարդուն իրավունքները այս աշխարհում, տեսնենք ինչու հայության համար չի գա։ Մենք ալ կուզենք հասկանալ։ Այո, 2023-ը շատ գնանք ասեր գեղդոտ քաղաքականությունը ինգավ մեր գլխի վրա։ Որովհետև եւ խնդիրը այստեղ գեղդոտ քաղաքականությունը խնդիրը է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները ներկային այստեղ է խնդիրը եւ մինչեւ հիմա գոյեմա գշարունակեն նույն անցակորձ քաղաքականությունը։ Ասենք թե գուզեն հաստատել, որ նորմալ է, որ Բաքվի ռեժիմը ոչնչացնի մեզի։ Բան մգա, որ չեմ հասկանում։ Ասենք թե իրականության շատ լավ կհասկանամ, բայց հարգելիներս, եթե կմտածեք, որ այս աշխարհում այդպես պետք է ապրենք, ասենք թե պետք է ընդունենք, որ կրնան գոդորեն մեզի, կրնան ոչնչացնել մեզի, ես գսեմ ուղղակի ցեվով, մեր անտեպ սխալ կմտածեք։ Մանավանդ Արևմտյան Հայաստանի հայության անտեպ շատ սխալ կմտածեք։ Մենք հնարավորություն ալ չենք տալու ցեզի կամ որևէ մեկին այդ տեսակ քաղաքականություն տանել մեր անտեպ։ Մենք անցել ենք ցեղասպանություն, մենք այսօր վերակայնեցինք մեր համակարգը, մենք շատ լավ գիտենք մեր իրավունքները, շատ լավ գիտենք ինչպես այդ իրավունքները պիտի իրականացնենք եւ ինչպես պիտի բերենք համապատասխան մեխանիզմներ, որպեսզի իրականանան եւ այդպես պիտի շարունակվի։ Ասենք թե դուք կրնաք ձեր քուրուխները բادرու վրա ջարդեք, բամը չի փոխվելու։ Արևմտյան Հայաստանի հայությունը շատ լավ հասկացավ, ինչպես պետք է իրականացնենք այդ բոլոր մեխանիզմների միջոցով այդ բոլոր նպատակները, որ գրված են մեր ազգային սահմանադրության մեջ, որ մենք այս մայիս 9-ին նշեցինք 10-րդ ամյակը։
Ոչ մինակ ունենք միջազգային իրավունքները, ասենք թե ինչ որ մենք գնենք համապատասխան է միջազգային իրավունքներ ունենք, նույն ժամանակն էլ մենք ունենք մեր բնական իրավունքները այս աշխարհում ապրելու որպես հայ։ Եթե գժղտեք այդ բնական իրավունքները, որ մենք ունենք այս որպես հայ ապրելու, դուք նորեն ձեր դիմացը խնդիրներ կստեղծեք ձեզի համար, որովհետև չունիք նախ չունիք ադանավորությունները մեր դեմը կրվելու, երկրորդը ատիմացկությունն ալ չունի։ Նորեն գսեմ ձեզի, ցեղասպանությունից 100 տարի հետո նորեն Արևմտյան Հայաստանի հայերը վերակենդանացեցին իրենց պետական համակարգը։ Այդ տեսակ ազգի դեմ բացի ցեղասպանել, դուք ուրիշ քաղաքականություն չունիք, ջղթել Արցախը չի կա, ջղթել Արևմտյան Հայաստանը, ջղթել Նախիջևանը, ջղթել ամբողջ մինչև Կիլիկիա, ամեն ինչ ջղթել, իրականության ուրիշ քաղաքականություն չի կա մեր անտեն, ասենք թե երբեք չի մտածեցիք, գոնե նստենք եւ ընդունենք իրենց, հասկանանք իրենց, այդ Արևմտյան Հայաստանի հայերը մենք քիչ մը հասկանանք ինչ են ուզում, ինչ իրավունքներ կրնանք իրենց աստիճանաբար դալ, որպեսզի ընդանուր տարածաշրջանում դիվանագիտական խնդիրներ չստեղծենք մեկը մյուսին։ Չէ, պիտի անմիջապես գդրել մեզի։ Կուզեք գդրել, չի ստացվելու։ Հետաքրքիր այդպես խոսք մը գար, շատ կսիրեի, գսե մեզի սպանելով չի մտածեցին, որ մենք հադիկ էինք եւ հադիկները տարածելով մենք ավելի շատ մեր թիվը ավելի շատ կլինա։ Այո, մեր անտեպ գնամ ասեմ, որ մեր անտեպ անբադվություն կա։ Այդ անբադվությունը ինչի հետ կապված։ Կապված է, որ միջազգային ամանքը ընդունեց Արցախի ովևէ չափով, քաղաքական իմաստով Արցախի ցեղասպանություն։ Այո, միջազգային դատարանը մասնավոր որոշում ներկայացնեց, որ արցախայությունը իրավունք ունի վերադառնալ Արցախը, բայց որոշում չի ներկայացնեց այդ ամսագործությունի որ կատարվեցավ։ Ասենք ընդունեցին, որ ցեղասպանություն կատարվեցավ, որոշում չի կա, բայց մենակ Արցախի հայերը իրավունք ունին վերադառնալ իրենց տարածքը։ Իրականության մենք շատ լավ գիտենք սա, շատ լավ գիտենք, որ Արցախի հայությունը իրավունք ունի վերադառնալ իրենց տարածքը, ինչպես Արևմտյան Հայաստանի հայերը իրավունք ունին վերադառնալ իրենց օջախը։ Դուք պետք է իմանաք, որ բացի Սևրի դաշնագիրը, հետո ազգային լիգան որոշել է հատուկ օջախ ստեղծել Ուիլսոնյան սահմանի մեջ Արևմտյան Հայաստանի հայության համար։ Մենք չենք խոսիր այստեղ ոչ Տալինի մասին, ոչ Աբարանի մասին, ոչ Մարալիկի մասին։ Մենք այստեղ կխոսենք Արևմտյան Հայաստանի մասին եւ ինչ որ իմացեցի կսեմ, ընդունված էր ազգային լիգայի կողմեն Սևրի դաշնագիրից հետո նույնիսկ եւ նույնիսկ Լոզանի ժամանակ պայմանագրի ժամանակ, բայց ինչու որևէ մեկը չի ուզում արձագանքել այդ մասին, որ այդ ազգային օջախը ընդունված էր
Արմենիան ասի տարածքում։ Այո, երաշխիք չունենք կամ մոռացել ենք երաշխիքները ուր են, որ անոնք որ առաջին պատերազմեն հետո եւ վերջը որոշեցին, որ ասենք թե նույնիսկ հայությունը, Արմենիան Հայաստանի հայությունը վերադառնա Սովետ Հայաստանի մեջ մինչև 1948-ը, այդ երաշխիքները ուր են։ Նայեցեք, հասկացան մինչև 1948-ը, հասկացան, որ ազգային օջախը պետք էր Արմենիան Հայաստանի հայության համար, եւ նորեն ալ խապեցին, եւ այդպես ըրին, որբեսի հայությունը իրեն ազգային գամքով եւ ազգային գոչով նորեն դեղանեն ուղղված Սովետ Հայաստանի։ Հասկանաք, եւ փոխարինողությունի մասին կխոսենք քիչ առաջ, կփոխարինեն ամեն ինչը։ Մենք պետք է Արմենիան Հայաստանը վերադառնանք, մեզի կտանին Արևելյան Հայաստանը։ Մենք պետք է պաշտպանենք Արցախի հայության իրավունքները, Արցախի հայության իրավունքները կդեղահանեն եւ Աստված իրենց է։ Ադորամար, այդ ամեն ինչ մենք պետք է ճիշտ հասկանանք եւ ճիշտ պատկերացնենք։ Ամեն ինչ չի կապված այդպես գոչված միջազգային ամանքի, որովհետև միջազգային ամանքը ինքն ալ ունի շահեր, եւ եթե մեր կյանքը, մեր ապրելը օգուտ չէ իրենց համար, անոնք խնդիր չունին շարունակել այդ ցեղասպան ծրագիրը, որը սկսել են 1894-ին, եւ գրնան շարունակել։ Երբ բարոն Մակրոնը եկավ Երևան, հարցեր կան, օրինակ, իրականում ինչու բարոն Մակրոնը եկել է Հայաստան։ Նախ ինձի համար եկել է Երևան։ Նախ ունի արդյոք գաղտնի նպատակներ մեր խողերը թշնամուն վաճառելու։ Նայեցեք հարգելիներս, բարոն Մակրոնը արդեն վաճառել է Արցախի մասը։ Ֆրանսիայի կառավարությունը, ես չեմ ասել Ֆրանսիա, Ֆրանսիայի կառավարությունը արդեն վաճառել է Քիլիկիա։ Ֆրանսիայի կառավարությունը վաճառել է Արցախ։ Իր ներկայությամբ հոկտեմբերի 6-ի 2022-ը որոշումը ներկայացվեց։ Բայց ինքը այդ ծրագիրը, այդ ցեղասպան ծրագիրը ինքը սկսել է բարոն Մակրոնը 2019-ը, պատերազմեն 1 տարի առաջ։ Ադորամար, երբ գսենք վաճառել է, ինչ կնշանակի իրականության։ Կնշանակի, որ որևէ չափով պայմանավորություն կա, օրինակ Ադրբեջանին է, որ եթե մենք քեզի տալիս ենք այս տարածքը, դուն ինչ ես տալիս մեզի։ Եվ այդ կնշանակի վաճառել։ Ուրեմն ասեմ, որ անոնք կմտածեն իրեն շահերի համար, անոնք չեն մտածել Արցախի հայությունը ինչ կդուժվի, ինչ վնասները ստացավ, իրենց հոգը չէ, իրենց խնդիրը է ինչ պիտի շահենք մենք այդ առևտուրի մեջ եւ ինչպես կարող է պատահել, որ այդ առևտուրը ընդունված է միջազգային ամանքի կողմեն։ Հիմա կպատկերացնեք, եթե Ֆրանսիայի մեջ այդպես գործողություն կկատարվի, ասենք թե մենք Ֆրանսիայի շրջանը անցնենք կամ վաճառենք
Իտալիայի կամ Գերմանիայի կամ Բելգիկայի։ Մենք նստենք եւ ասենք, մենք մի անհանգստացեք, մենք երաշխիք ենք եւ ցեզի այդ Ֆրանսիայի շրջանը ցեզի կփոխանցենք։ Թող ֆրանսիացիները երթան անդեղ են եւ մենք մի անհանգստացեք։ Համար Ֆրանսիան կմասնակցի, կներեք, Ֆրանսիա կմասնակցի այդ ցեղասպան ծրագիրը եւ անոնք որ այդ քաղաքական ուժերը նույնիսկ իբր թե հայկական որ միանում են այդ ցեղասպան ծրագիրի իրականացման մեջ մենք ալ գիտենք անոնք ովքեր են մենք դերյակ ենք մենք ուսումնասիրեցինք հասկացանք ով կմասնակցի շարունակել ցեղասպանությունը հայության անձնեն եւ ով կմիանա այդ անցակողությանը նորեն գսեմ գա քաղաքական հայկական իբր թե հայկական քաղաքական ուժերը որ միացած են շարունակելու համար եւ մենք գիտենք ովքեր են եւ ով ղեկավար է եւ ինչպես գնեն եւ այլն երկրորդ արձգա որ շատ դատակրքիր է իրավաբանական դեսանգյունից ինչպես պետք է բաժվեն Արցախի ազնողները այստեղ նայեցեք իրականությանը սերտերի պետք է թաթ լինի պետք է դատարան մը լինի որը սպառվի մասնավորապես այդ հարցով այստեղ ես հիմա նոր չէ բայց անդես գուզեմ ձեզի ներկայացնեմ դուք ալ գիտեք որ երիտուրքերու դատավորություն կատարվեցավ 1919 բայց ինչու համար այդպես դատավորություն երիտուրքերուն դեմ դատավորություն պատահեցավ Կեմալիստները մտածեցին որ դատավորության միջոցովն է որ կրնային մաքրել իրենց պետականությունը խնդիրը չէր այստեղ որ դատապարտեն երիտուրքերը խնդիրը է անոնք բեդությունը սպիտակ դուրս գա բեդությունը ջերմակ դուրս գա թափանցիկ դուրս գա մաքրվի իրեն բեդությունը մաքրվի որպես Թուրքիա մաքրված է եւ ամբողջ մեղքը տնեն ոչ բեդության վրա այդ երիտուրքերու վրա բայց չի նշանակե որ ցեղասպանությունը չի շարունակվեցավ սա մի ցեղով անավորություն եւ արիտ տվավ իրենց որ ինքնամաքրություն մնեն հիմա մենք հայերը Արցախի հետ կապված դատարան պետք է ստեղծվի ոչ դատարան պետք է ստեղծվի ոչ մինակ այդ անցակորձները անձնողները դատապարտելու եւ այլն ոչ մինակ ես կսեմ ձեզ Երևանյան Հայաստանի պետության վրա այսօր գրված է որ Հայաստանն է անձնողը ոչ կառավարությունը այստեղ իմ մտահոգությունս իմ ցավս այստեղ է որ գրված է պետության վրա որ պետությունը անձնել է ասել ամեն ինչ ըրին որ այդպես գրվի ոչ անձը կամ ոչ նալ անձի համակարգը կամ խումբը կամ խումբակը չէ իմ մտահոգությունս այստեղ է ադոր համար պետք է դատարան ունենանք եւ ամեն ինչ անի վրա տնենք որբեսի անձնողները եւ անձակործները պատասխան տան
եւ այդ դատարանը նույն խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի եւ մնացած պետություններուն, որ մասնակցեցին այդ անցակողությունը։ Չի պետք է այդ հարցը լուծում կստանա այդ ճանապարհով, գդրուկ ճանապարհով լուծում չի ստանալու։ Այստեղ է հարցը։ Այդ հարցը, այդ անցակողությունը, որ դառնա պետական, պիտի դառնա, արդեն դարձավ պետական անցակողությունը, ամեն օր կտեսնանք Երևանի փողոցներում մեջ ինչ խոսակցություններ կան, ինչ արձագանքներ կան եւ այլն եւ այլն։ Այդ վերքը մեր ազգի մեջ կա այսօր։ Ադոր համար այդ վերքը բուժելու համար պետք է պետական անցակողությունները մաքրենք մենք։ Եթե չենք մաքրելու պետական անցակողությունները այդ դատավորության միջոցով, ինքը այդ անցակողությունը կմնա, որովհետև այդպես չի ներկայացված որպես Արևելյան Հայաստան, չի ներկայացված որպես նախկին Սովետ Հայաստան, ներկայացված է այդ անցակողությունը որպես Հայաստան, բայց Հայաստան չէ, սա Հայաստանի մի մասնիկն է։ Հասկացաք, ասենք սինիսմը շատ խոր է եւ իմ պատասխանատվությունն է, որ ձեզի ճիշտ ներկայացնեմ ինչ պետք է արվի, որպեսզի մեր ընդհանուր պետություն, Միացյալ Հայաստանի մասին է խոսքը, չի վերցնե իր վրա այդ անցակողություն Արցախի հայության հետ կապված։ Պետականորեն այդ վերքը պետք է համապատասխան լուծումը ստանա, պետականորեն, անձերի մասին չեմ խոսիր այստեղ։ Անձերը կրնապատահել, որ անոնք որոշեցին այդպես մասնակցելու, կամ կրնապատահել, որ ուրիշի ռամաները կկատարեն, կամ կրնապատահել, որ ուրիշի գործիքներն են, կամ մարիոնետները, ինչ կուզեք թողնա, կապ չունի իրականության հիմա ամենեն կարևորը այդ դատավորությունը կազմակերպենք Հայաստանի ներս, որպեսզի բոլոր անցակողները ոչ միակ պատասխան տան, որպեսզի պետությունը Հայաստանը այդ վերքը բուժվի, այդ վերքից մաքրվի։ Եթե չէ, կնշանակե, որ կամ պիտի կարողանանք ընդունել, որ մեր պետությունը անցակոս պետություն է, եւ պիտի կարողանանք մարսել, բայց չեն կարող մարսել։ Atkan զոհ ունեցանք եւ այլն, ինչ մարսենք, բայց իբր թե կարող եք մոռանալ ամեն ինչ։ Ասենք թե որպես հայ, որպես Արցախի հայություն, որպես պետություն, որպես ազգ, մենք իշխողություն չունենք։ Մենք մոռանում ենք ամեն ինչ, կնշանակի, որ մենք արդեն հայ չենք, մենք ուրիշ բան ենք։ Ինչպես որ պետությունը այսօր եւ պետության ընկերները միջազգային ամանքի այդպես կուզեն, որ հայը չի լինի, որպեսզի իշխողություն անցակորձի իշխողությունը չի լինի, որպեսզի վաղամիսօր ոչ մեկը պատասխան չի տա։ Կհասկանաք, երբ կխոսվի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանրապետության մասին, ինչ կնշանակի։ Կհասկանաք, կնշանակի, որ ամեն մեկը պետք է դուրս գա ջերմակ, մաքուր։ Եվ
ինչ որ անցյալը մոռանա։ Բայց իրականության պետականորեն հարգելիներս չի կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ Հայաստան Հանրապետություն, կա մեկ հատ Միացյալ Հայաստան, ինքն է իսկական պետության իշխողությունը, պետական իշխողությունը, պետական պատմությունը, պետական ամագարկը, մեկ հատ կա Միացյալ Հայաստանն է, մնացածը փոխարինող Միացյալ Հայաստան կստեղծեն, որպեսզի կարողանան իրենց անձակորձությունները մեկ հատ փակեն։ Ադորամար անոնք որ գուզեն մայիս 28-ը նշել, գուզեն նշել Ադրբեջանի անկախության օրը։ Ինչ կշայեք, ինչու համար գուզեք նշել Ադրբեջանի անկախության օրը։ Չի կա մայիս 28-ը արհեստական ստեղծված մի գետ մնե, որպեսզի ամբողջ հայությունը նշվի Ադրբեջանի անկախության օրը։ Եթե դուք գսեք ինձի, որ Թիֆլիսի ազգային խորհուրդը ներկայացնեց մեկ հատ որոշումը, որ ինքնիշխանը լա հայկական գավառներուն, այդ հայտարարությունը կամ հայտարարությունը չկա, այդ որոշումը ներկայացվեց մայիսի 30-ը, ոչ մայիսին 28-ը։ Իմաստը չկա, որ հայությունը մասնակցի Ադրբեջանի անկախության օրը։ Որևէ ցեվով։ Մնացածը կնշանակի, որ նորեն կշարունակեն գեղձել մեր պատմությունը, մեր իսկականությունը, մեր պետականությունը, սա արդեն անընդունելի է, եւ ես այստեղ եմ ցեզի բացատրելու, որ մենք չսխալվենք։ Մենք ունենք մեր արժանապատվությունը, մենք ունենք մեր բադիվը եւ ադորամար է, որ ես որոշեցի Արցախը։ Շնորհակալություն եւ ուսում եմ, որ կարողացա ցեզի ճիշտ բացատրել մեր դիրքորոշումները եւ ուրիշ բան կա։ Պետք է հասկանաք մեր Արմենիան Հայաստանի նախագահի ամեն օրվա մտահոգությունները, ամեն օրվա հարցերը։ Մենք այստեղ ենք, ես այստեղ եմ, այդ բոլոր իրավունքները, որ կան իրականացնելու համապատասխան մեխանիզմներով, համապատասխան հնարավորությունները գտնել, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչ իրականացնել նախագահի աշխատանքն է։ Հաջողություն կմաղթեմ ցեզի եւ շատ շուտ նորեն կհանդիպենք։ Շնորհակալություն։